Դու գիտեք, որ այս իշխանությունները ունեն նաև սատելիտներ, սպասարկողներ եւ այդ սպասարկողների առաջնագծում են սորոսականները, մարդիկ, ովքեր երկար տարիներ ֆինանսավորվել են Սորոսի հիմնադրամից։ Նրանք մշտապես ներկայանում են որպես քաղաքացիական հասարակություն, որպես անկախ հանրային գործիչներ, բայց չգիտես ինչու միշտ, երբ Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունները դաշտ են նետում որևէ թեզ, որևէ մարդու թիրախավորման թեզ, այս մարդիկ էլ որպես անկախ ճակերտների մեջ իհարկե անկախ գործիչներ կպտում են գործին եռանդով մեծ ջանասիրությամբ, անգամ կարծում իրենց ջանասիրությանը կարող են այսպես երազել, ձգտել, որպեսզի հասնեն այդ ջանասիրությանը ամենաեղկելի ԿՊԱ-ականները։ Դրանցից մեկը Դանիել Իոնիսյանն է, սորոսական։ Սրանից ինքը իդեպ վատ չի զգում, դրա համար եմ կրկնում։ Այս մարդը վերջերս հենվելով Նիկոլ Փաշինյանի իշխանության հրապարակած կեղծ փաստաթղթի վրա հայտարարել է, թե Եզրած Սրբազանը KGB գործակալ է եւ քննադատել է ընդդիմությանը կամ հասարակության այն լայն զանգվածին, ովքեր ասել են, որ նախ չեն ընդունել, որ դա իրականություն է եւ տեսել են այդ կեղծիքը, եւ երկրորդը մարդկանց, ովքեր ասում են, որ Խորհրդային Միությունը, այդ թվում նաեւ հայաստանցիների պետություններ, չասեմ հայրենիքը, պետություններ, որի քաղաքացիներն էին իրենք, եւ եթե մարդը այս տեսակետը նաեւ ես եմ ասել, եթե մարդը դիսիդենտ չի, այդ պետության դեմ չի գործում, ընդդիմություն չի այդ պետությանը, ապա որևէ դատապարտելի բան չկա, ավելին պետության տրամաբանությունը լավ հասկանալով մենք գիտենք, որ չկային հոգևորականներ, որոնք Խորհրդային Միության հատուկ ծառայությունների հետ կապ չպահեին, ուղղակի այդ մարդիկ կդադարեին ազատության մեջ լինել։